Տեսեք, մենք 2026-ին գնում ենք ընտրությունների։ Ձեր գնահատականով 2026-ը մեզ համար լինելու է սոսկ իշխանություն ձևավորելու տարբերակ, թե մենք գնում ենք շատ քաղաքակրթական, շատ աշխարհաքաղաքական ու շատ բախտորոշ ընտրությունների, որտեղ յուրաքանչյուրս, մեզնից յուրաքանչյուրը, նույնիսկ նրանք, որ կմնան տանը ու չեն գնա ընտրության, ընտրելու պարտավորություն ունեն։ Ես կարծում եմ, որ դա լոկ իշխանափոխության process չի լինելու, բուն ընտրական գործընթացը բնականաբար քաղաքական է ինքնին արդեն, բայց թե մինչ այդ process-ին հասնելը մենք քաղաքական արշավի ականատես կլինենք, թե ոչ, ես մեծամասամբ խիստ կասկածում եմ, որովհետև այդտեղ էլի մենք գործ ենք ունենալու աղմուկի հետ, այլ ոչ թե շատ հաճախ բովանդակության, որովհետև այն բոլոր ուժերը, որոնք արդեն իսկ հայտ են ներկայացրել կամ արդեն իսկ կանխատեսելի է, որ ներկայացնելու են, ունեցել ենք մի քանի թիմ ընտրություններ արդեն իսկ եւ դրանից դատելով մենք կարող ենք ենթադրել, որ այդ ուժերը ապավինելով նաև իրենց ռեսուրսներին փորձելու են բովանդակությունը տանել դեպի աղմուկ, որտեղ դու չկարողանաս կողմնորոշվել, որտեղ խաղալու են քո էմոցիաների հետ, ոչ թե քո մտքերի հետ, որտեղ էմոցիոնալ իմաստով մենք խոցել ենք, իսկ երբ մենք մտածում ենք, մենք ոչ միայն կարողանում ենք մեր խոցելիությունները հասկանալ, այլ նաև կարողանում ենք այդ խոցելիությունները ճանաչելուց հետո հասկանալ ինչ անել, որպեսզի ավելի քիչ խոցելի լինել։ Իսկ եթե միայն էմոցիայի հետ են մեր խաղում, մենք անverջ մնում ենք միայն խոցելի, հա։ Քաղաքակրթական ես կուզեմ, որ այդ ընտրությունը լինի։ Ես հուսով եմ, որ այդ ընտրությունը այդպեսին կլինի, առավելևս եթե Հայաստանը հիմա ապրում է բախտորոշ ժամանակաշրջան, եւ այս բախտորոշ ժամանակաշրջանը նաև այն քաղաքակրթական այդ թվում ընտրության հետևանքն է եղել, որը Հայաստանի Հանրապետությունը կատարել է առնվազն անկախությունից հետո, հա, եթե չվերադառնանք պարտադրված ընտրությանը դրանից առաջվա, որին ցավոք Հայաստանի անկախության եւ Հայաստանի լավ ընդհանրական ձևակերպեմ անկախ իշխանության որևէ դերակատար չի տվել իրավաքաղաքական գնահատական։ Հետևաբար այսօր երբ մենք խոսում ենք KGB գործակալների մասին, դրանց լավ կամ վատ լինելու ընդհանուր մասին, տպավորություն ստեղծելով, որ մենք ներողություն բառի համար KGB-շնիկների հանրություն ենք, դա նաև դրա հետևանքն է, որովհետև չկա իրավաքաղաքական գնահատական սովետական օկուպացիոն եւ ռեպրեսիվ ռեժիմին։ Եթե գնահատականը լիներ, KGB գործակալ լինելը ոչ մեկ չէր ջանա ներկայացնել որպես մի ազգապահպան։ Ծառայություն հայրենիքին։ Այո, երևույթ։